Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քաբուլում գտնվող Թալիբանի զինամթերքի պահեստին։ Միաժամանակ Աֆղանստանի արևելքում իրականացված գիշերային հրետանակոծության հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում 3 երեխա։ Քաբուլում թմրամոլների վերականգնողական հիվանդանոցին հասցված ավիահարվածների հետևանքով էլ Թալիբանի տվյալներով զոհվել է առնվազն 400 մարդ, ևս 250-ը վիրավորվել են։ Հաղորդվում է, որ հարվածը հասցվել է երկուշաբթի երեկոյան եւ մոտ 2000 մարդու համար նախատեսված կենտրոնը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Պակիստանը հերքում է մեղադրանքները պնդելով, որ հարվածներն ուղղված են եղել բացառապես ռազմական օբյեկտներին եւ ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է Միացյալ Նահանգներից, ոչ թե Եվրոպայից։ Սպիտակ տանն ունեցած ելույթում նա նշել է, որ Պուտինն ավելի շատ մտահոգված է իր առաջին նախագահության ժամկետներում ամրապնդած ամերիկյան բանակով, քան ՆԱՏՕ-ով։ Թրամփի խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները տարիներ շարունակ հանդիսացել է ՆԱՏՕ-ի հիմնական հենարանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հետաձգել մարտի վերջին նախատեսված այցը Չինաստան Իրանի դեմ պատերազմի ֆոնին։ Նրա խոսքով կարևոր է մնալ Վաշինգտոնում եւ վերահսկել իրավիճակը։ Նախատեսվում է, որ նա Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ կհանդիպի մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Չինաստանի դեսպանատնից հայտնում են, որ ծանոթ են հայտարարությանը, սակայն լրացուցիչ տեղեկություններ չունեն։ Եվ նույն ժամանակ կողմերը շարունակում են բանակցությունները տնտեսական հարցերի շուրջ։ Ռուսաստանում Telegram Messenger-ի աշխատանքի լայնածավալ խափանումներ են գրանցվել։ Այն գրեթե անհասանելի է դարձել ինչպես բջջային, այնպես էլ համակարգչային եւ վեբ տարբերակներով ցանկացած VPN օգտագործման դեպքում։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով խնդիրների մասին հաղորդումներ են ստացվում տարբեր շրջաններից, այդ թվում Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից։ Փորձագետները նշում են, որ Messenger-ը փաստացի կարող է արգելափակած լինել ռուսական IP-ները։ Օպերատորները հաստատում են խափանումներն ընդգծելով, որ հասանելիությունը կախված է ցանցից եւ տարածաշրջանից։ Նշվում է նաեւ, որ օրեր առաջ Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել էր 35 միլիոն ռուբլիով արգելված բովանդակություն չհեռացնելու համար։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնեն հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է զգոն մնա Վրաստանի շուրջ զարգացումների հարցում։ Նրա խոսքով ԵԱՀԿ-ն եւ Մոսկվայի մեխանիզմը կարող են նպաստել անհրաժեշտ արդյունքներին հասնելուն։ Վալտոնենը նաեւ նշել է, որ Վրաստանում ընդունված վերջին օրենքը, որը սահմանափակում է քաղաքացիական հասարակության ֆինանսավորումն ու անհատների ազատությունը, քայլ է սխալ ուղղությամբ։